Պայմանները չկատարեք կջրենք պայմանագիրը, Ալիևը էլի մատ է թափ տալիս։ Ողջույններ աշխարհից հավասարության նշան Երևանի եւ Բաքվի միջև, ինչու Ալիևը չի ստորագրում խաղաղության թուղթը եւ ով կսանձի նրան։ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը, դեսպանը Սյունիք է գնացել։ Չզինել Բաքվին, կոնգրեսականները պահանջում են կյանքի կոչել 907-րդ հոդվածը։ Արցախը Ադրբեջան չէ, ինչու են արցախցիների հայկական անձնագրում գրում ծննդավայրը Ադրբեջան։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ապահովագրական խութեր գյուղ ոլորտում եւ գերարագ ինտերնետ, Starlink-ը Հայաստանում է։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես թողարկումը սկսենք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից, որից դեռ լուր չկա, թե երբ ու որտեղ կստորագրվի։ Կամ արդյոք մի պայմանագրի տակ կլինի մեկի ստորագրություն, որը օկուպացված Արցախում կրկին ակլորացել ու հայերի հասցեին ատելի թշնամի եզրույթն է օգտագործել։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու է աշխարհը հավասարության նշան դնում Երևանի եւ Բաքվի միջև։ Սիրանուշ Մուրադյանի անդրադարձը։ Ողջույնների ռեզոնանս էր աշխարհում, հենց իմացվեց, որ խաղաղության փաստաթղթի տեքստը համաձայնեցված է։ Մարտի 13-ին էր, բայց Ադրբեջանն ակնհայտորեն չէր էլ ձգտել Հայաստանի հետ համատեղ հայտարարել այդ մասին։ Ակնհայտ էր, որ պլան ունեն էլի պահանջներ առաջ բերելու ու դեմարշի գնալու։ Հայաստանը թեև երկու խոշոր զիջմանն էլ գնաց, գանգատները միջազգայնատյաններից հետ վերցնելուն եւ եվրոպական դիտորդներից հրաժարվելուն, բայց աշխարհը նույն հավասարության նշանով էր ողջունում տեքստի համաձայնության հաստատումը։ Ֆրանսիայի նախագահը գոհ էր, Մակրոնը գրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը իրար հերթ չէին տալիս ողջունելիս։ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն, Մոսկվայի արտգործնախարարությունը բոլորը ողջունում էին։ Ոչ ոք հիմա չի հարցնում Բաքվին, ինչու է դեմարշանում, իգնորանում համաձայնեցված ու ողջույնների արժանացած տեքստը։ Երբ մենք շատ ենք խոսում դրա մասին, Բաքուն ավելի է սկսում կատաղել։ Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պիտի մի փոքր time out վերցնենք, մի փոքր դադար պիտի տանք, անընդհատ մենք պիտի չխոսենք, որ մենք պատրաստ ենք, մյուս կողմը չի ուզում։ Հայաստանը որևէ հակառակ քայլանում է, ոչ, բայց Բաքվին չեն ասում, Բաքու դե ստորագրի, ինչու՞ չէ ստորագրում։ Դրա համար ես գտնում եմ, որ Բաքուն սպասողական իրավիճակի մեջ է գտնվում, նոր ազդակներ է սպասում, ինչ անի։ Մինչև ինչ անին որոշի, Հայաստանի փոխարտգործնախարարը նախորդին հայտարարում էր, թե Ադրբեջանի գործողությունները տագնապալի են։ Այդ տագնապալի դառնալուն չեն նպաստում միջազգային հանրության այս հավասարության վտանգավոր նշանով ողջույնները, ով կսանձի Ալիևին, ինչու հասցեական կոչ չկա նրան ստորագրել։ Փաստաթղթի համաձայնեցման հենց հաջորդ օրն էր Գերմանիայի արտգործնախարար Բերբոկը հայտարարում, թե Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլը։ Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից եւ պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Բերբոկը երևի հույս ունի, որ թշնամանքն այլևս չկա, բայց Ալիևը հենց հիմա է թշնամանք ու ատելություն գեներացնում։ Հայ ժողովրդին ատելի ու թշնամի է համարում, հայտարարել է, թե հայերը իրենց ցեղասպանության են ենթարկել եւ որ Աղդամը Կովկասի Հիրոսիման է։ Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք։ 15 րոպեանոց ելույթում նա 11 անգամ հայերին թշնամի է անվանել։ Ասել է հայկական ֆաշիզմի նմանը աշխարհը չի տեսել։ Իսկ հայկական կողմը խաղաղության թղթի ստորագրման տեղ ու ժամի է սպասում ու աշխարհի տարբեր ցակերից ողջույններ լսում։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Երկրորդ շաբաթը ավարտվում է, Երևանի պարզած խաղաղության ձեռքը Բաքուն օդում է թողնում, չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը։
Սահմանադրության փոփոխություն, Միջանցքի հարց, Մինսկի խմբից հրաժարում եւ այս ցանկ այստեղ չի սպառվում։ Բաքվի բռնապետը օրեցօր նոր պահանջներ առաջադրում ու մատ թափ տալիս, եթե չկատարեք այս պայմանները, կջրի խաղաղության համաձայնագիրը։ Քանի դեռ Հայաստանը Ադրբեջանից տեղ ու ժամ է հարցնում, սպասում խաղաղության պայմանագրի ստորագրման պահին, Ադրբեջանը իր ոճի մեջ է, պարտավորություններ ստանձնել չի պատրաստվում, հակառակը նախապայմաններ վերջնագրեր են բանակցային սեղանին։ Եթե այնուամենայնիվ այդպես էլ լեզու գտնել չստացվի, ապա Երևանը կհամաձայնի Բաքվի նախապայմանների, Սահմանադրության փոփոխության եւ Մինսկի խմբի լուծարման հարցերի շուրջ քննարկում սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Խորհրդարանի իշխանականներն են հարցին պատասխանում, երկու հարցն էլ հայկական օրակարգում կան։ Վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես։ Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում։ Մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ։ Միայն Մինսկի խմբի լուծարումն ու Սահմանադրության փոփոխության պահանջները չեն Ադրբեջանի կարևոր նպատակները, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասում է, Ադրբեջանը պարբերաբար նաև այլ պահանջներ է հասունացնում ու հետո դրանք խցկելու է բանակցային գործընթացի մեջ։ Ըստ պատգամավորի վտանգավոր են նաև Ադրբեջանից հնչող վերջնագրերը, որոնցով ուղիղ են ասում, երկար չեն պատրաստվում սպասել, թե երբ Հայաստանը նախապայմաններ կկատարի։ Սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առողջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Այն, որ Բաքուն բացի պաշտոնապես հրապարակված հայտնի երկու նախապայմանները զուգահեռ նաև այլ պահանջներ ունի հայկական կողմից համոզված է նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ադրբեջանական ախորժակը մեծ է, ցանկությունները շատ ու քանի դեռ նպատակները իրագործված չեն, Ալիևը հեշտ ու հանգիստ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի։ Բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, Միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Պաշտոնական Երևանը սպասում է, Բաքուն էլ է սպասում, մեկը խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուսը դեռ միայն նախապայմանների իրագործմանը։ Տարբեր լեզուներով են խոսում կողմերը։ Այս իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում նաև խորհրդարանականները։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ է արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել 907-րդ հոդվածը պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Օրենսդիրները ընդգծել են, որ հանցագործությունների համար պատասխանատվություն չկրելով Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն եւ արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով։ Սյունիք կատարած այցի մասին գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Նա նշել է, որ մարզի պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել են առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Քվինը Գորիսում այցելել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ընդգծելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարեւորությունը։ Արչևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Արցախը Ադրբեջան չէ, ինչու են արցախցիների հայկական անձնագրում գրում ծննդավայրը Ադրբեջան։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ապահովագրական խութեր գյուղ ոլորտում։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանի պատասխան նամակը երկու փաստաթուղթ ունի։ Առաջինում ուրվագծվում են իրենց տեսակետները աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, երկրորդում ամբողջությամբ վերլուծում եւ մեկնաբանում են Թրամփի նամակում ընդգրկված թեզերը։ Հիշեցնեմ, որ Օմանի միջնորդությամբ փոխանցված նամակում Թրամփը Իրանին առաջարկել էր հրաժարվել միջուկային նկարտումներից եւ նոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել, հակառակ դեպքում խոստանալով Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույնի։ Այս պայմաններում բանակցություններ վարելը Իրանը անիմաստ է համարում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանն ու խաղաղության և կայունության ապահովմանը հասնելու Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ջանքերին։ Արցախը Ադրբեջան չէ, պնդում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Իսկ ինչու Մայր Հայաստանում, երբ քաղաքացիություն ենք ստանում, գրում են ծննդավայրը Ադրբեջան։ Հարցը սոցիալական ցանցերում բարձրաձայնում են արցախցիները ու հիշեցնում, երբ Արցախը հայկական էր, իրենք էլ Արցախում էին բնակվում, կապույտ անձնագրում ծննդավայրը Հայաստանի Հանրապետությունն էր։ Էդուարդ Պողոսյանն է փորփրել ցավոտ թեման։ Ծննդավայրը Ադրբեջան, Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում է ամրագրվում, ահազանգում են, Հայաստանի քաղաքացու նոր անձնագիր են ստացել ու կարդացել, փաստորեն Ադրբեջանում են ծնվել։ Գրառումներ եւս եղել են, որ պարզապես իրենց ինչպես ցանկանում, այնպես են գրում, նշանակություն չունի։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները պնդում են, որ նախկինում իրենց նույն Հայաստանի քաղաքացու անձնագրերում ծննդավայրը նշված է եղել, օրինակ, Լղիմ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, կամ ասենք Ստեփանակերտ։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ժամլրատվականին պարզաբանում են, կարգ-կանոնին համապատասխան են գործում, կառավարության որոշում կա։ Քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող հիմք փաստաթղթում։ Լեռնային Ղարաբաղի անձանց դեպքում ծննդյան վկայականում։ Այնուամենայնիվ, կառույցից վստահեցնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել լիազոր մարմնին անձնագրում նշելու ծննդյան վկայականում առկա աշխարհագրական մեկ այլ միավոր։ Արցախցիները սակայն պնդում են, այս դեպքում էլ խնդիրների են բախվել։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեզ ինչև անձնագիր տալը, այնտեղ հարցրել են ձեր նախկին բնակության վայրը գրենք, թե գրենք օրինակ Ադրբեջան, այսինքն նախապես հարցում անում են։ Բայց նաև բողոքներ կան, որ հարցրել են այնտեղ որ մեկը պետք է նշվի, նշել էր իր կոնկրետ ծննդավայրը Արցախի, կգրեք Հադրութ։ Բայց արդյունքում երբ անձնագիրը ստացել է, այնտեղ նշված էր Ադրբեջան։ Նախորդ տարվա վերջնական տվյալներով ի դեպ Արցախից Հայաստան բռնատեղահանված 100,000-ից ավելի մեր հայրենակիցներից միայն մոտ 5,500-ն են ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Վերջին ամիսներին սակայն դիմումների նկատելի աճ կա, ինչը պատասխանատու պաշտոնյաները առավելապես պայմանավորում են բնակապահովման պետական ծրագրից օգտվելու հանգամանքով, որի համար Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Գյուղացու բերքը ապահովագրելը պարզվում է ձեռնտու չէ ապահովագրականի համար, ավելի շատ վճարում են վնասի համար, քան ստանում ապահովագրավճար։ Արդյունքում գյուղացին մնում է հայացքը երկնքին հառած Աստծո հույսին։ Հիմա կառավարությունը որոշել է ձեռք մեկնել ստանձնել վերապահովագրողի դերը, բայց նաև հարց է առաջանում, թե ինչու հաճախ կարկուտը հենց ծեծած տեղն է ծեծում։ Այս տարի կառավարությունն է ստանձնել վերապահովագրողի դերը։ Կարկտից, ցրտից, երաշտից կապահովագրվեն 13 մշակաբույսեր, այդ թվում ծիրանը եւ խաղողը։ Անցած տարի վերջին երկուսը չէին ապահովագրվում։ Եթե մինչև 2025 թվականը կառավարությունը սուբսիդավորում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025-ին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Եթե վնասաբերությունը գերազանցի 200% եւ ավել լինի, ապա գերազանցող մասը եւս սուբսիդավորվելու է կառավարության կողմից։ Հատուցումը կախված է վնասի չափից, ապահովագրական երբ որ վնասը տեղի է ունենում վնասի գնահատում, կախված նրանից թե վնասը ինչ չափով է տեղի ունեցել, կախված վնասից տեղի կատարվում է փոխհատուցում։ Ապահովագրական գումարը ընտրում է տնտեսավարողը, թե ինչ գումարի շրջանակում է ուզում, որպեսզի ապահովագրություն իրականացվի։ 2023-ին վերապահովագրող ընկերությունը վնասաբերությամբ աշխատեց եւ լքեց հայաստանյան գյուղապահովագրական շուկան։ Գյուղապահովագրության համար 2023-ին հավաքվեց 1 միլիարդ 800 միլիոն դրամ ապահովագրավճար, գյուղացում տրամադրվեց 2 միլիարդ 700 միլիոն դրամ ապահովագրական հատուցում։ Շվեյցարական Swiss-Re կազմակերպությունը, որը ստանձնել էր հայկական շուկայում գյուղատնտեսության ապահովագրության շուկայում վերապահովագրողի դերը, այդ ժամանակահատվածում ներկայացրեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ժամանակավորապես դուրս է գալիս ծրագրից։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը պարզաբանում է, թե ինչու է վնասով աշխատել վերապահովագրող ընկերությունը։ Նախ կլիմայական փոփոխություններով պայմանավորված կարկտից, երաշտից ամբողջ աշխարհում է, որ բերքի կորուստ է լինում։
Երկրորդ, ըստ Պաշտոնյանի, տնտեսվարողները իրենց հողատարածքների ապահովագրության համար հիմնականում դիմում են այն հողատարածքի համար, որտեղ կարգտահարության ավելի մեծ ռիսկ կա։ Մասնավորապես այն տարածքներում, որ գուցե տնտեսավարողը այդ տարածքում նախկինում գուցե մշակություն չի իրականացրել, բայց իմանալով, որ ապահովագրություն կա, թեկուզ ոչ արդյունավետ մշակություն իրականացնելու պայմանում այդ տարածքում ցանկ է կատարել, մտածելով, որ ուղղակի կցանի ապահովագրություն, երբ որ կարկուտը կգա, ապահովագրությունը ուղղակի ապահովագրություն կանեն, ինքը գումար հետ վերադարձ կստանա։ Ավելի քան 270 բնակավայրերում, որտեղ կարկտի ռիսկն ավելի մեծ է, ինտենսիվ այգիների մշակմամբ զբաղվելու դեպքում կարկտապաշտպան ցանցերի ծախսի 75%-ը կսուբսիդավորի կառավարությունը։ Իրենց հողատարածքների համար ապահովագրություն կնքելու ժամկետը մինչև մայիսի 31-ն է։ Կառավարությունն այս տարի ապահովագրավճարներին կուղղի 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Գերարագ ինտերնետ, Starlink-ը Հայաստանում է։ Մեդիա աշխարհ ինչ սպասել շաբաթ եւ կիրակի ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Վիճակահանության բնակարան նորակառույցում Ամերիա բանկը մեկնարկել է «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղը, որի հաղթողը նորակառույցի բանալիներով է տուն գնացել։ Պետք էր պարզապես լինել բանկի հաճախորդ, գործարքներ իրականացնել My Ամերիա հավելվածով ու հավաքել պրոմո կոդերը։ Երջանիկ հաղթողը ձեր էկրաններին է։ Ամերիա բանկի «Իմ Ամերիա, իմ տուն» խորագրով մեծ վիճակախաղի երջանիկ հաղթողն է Շուշանիկ Սարգսյանը։ Այսօր այստեղ է ստանալու իր բնակարանի հավաստագիրը։ Լսել գիտեի, որ այդպիսի բան կա, բայց չեմ իմացել, որ ես մասնակից եմ այդ վիճակախաղին, այսինքն ունեմ պրոմո կոդեր։ Էմոցիաները շատ տարբեր են, խառը, աննկարագրելի զգացողություն են, որ կցանկանամ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր անձ գային ինչ որ այս պահին ես եմ զգում։ 2024-ի հոկտեմբերին Ամերիա բանկը մեկնարկեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» խորագրով նախագիծը, որի շրջանակում իրականացրեց 3 արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Հայաստան, իմ ապագա» եւ «Իմ Ամերիա, իմ տուն»։ Նպատակը մեկն էր՝ համախմբել մարդկանց Ամերիա բանկի առաքելության շուրջ բարելավելու կյանքի որակը։ Ու հենց այդ նույն տրամաբանությամբ էլ նախագծի շրջանակում կազմակերպվեց «Իմ Ամերիա, իմ տուն» խորագրով մեծ վիճակախաղը, բանկի գործող ու նոր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով շահելու բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։ Մենք շատ բծախնդրորեն ենք մոտեցել բնակարանի ընտրության հարցին, մասնավորապես մեծ կարևորություն ենք տվել, որ այն լինի նորակառույց թաղամասում, ունենա հարմար տեղադիրք, հարկը հարմար լինի, տեսարանը հարմար լինի։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները պետք է մինչև դեկտեմբերի 31-ը կուտակեին պրոմո կոդեր։ Դրանք ստանալու տարբերակները բազմազան էին՝ բացել հաշիվ Ամերիա բանկում, պատվիրել քարտ, կատարել գործարքներ My Ամերիայով, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք եւ ավտովարկ, բացել հաշիվ Ամերիա բիզնես հարթակով եւ այլն։ Սա ամենակարևոր կոմպոնենտներից էր, քանի որ տունը ասոցացվում է Հայաստանի օջախի հետ եւ մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ մենք եւս բացի մեր ֆինանսական գործիքների եւ MyHome.am էկոհարթակի միջոցով տարբեր տիպի հնարավորություններ տրամադրելուց նաեւ ցանկանում ենք իսկապես նվիրել տուն։ Բանկի համար կարևոր էր նաեւ խաղարկության թափանցիկությունը։ Արդյունքներն ամփոփվել են ուղիղ եթերում, իսկ հաղթող պրոմո կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Շարունակենք, որքան կալցիում կամ մագնեզիում կա ջրում, որը խմում ենք, այդ ցուցանիշներից է կախված նաև մեր առողջությունը։ Ջրի որակի ստուգում է առաջարկում FDA լաբորատորիան, այստեղ դեղերի, ծխախոտի ու մանրէաբանական հետազոտություններից բացի կատարվում են նաև սննդի ու ջրի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքները ընդունել են ամբողջ աշխարհում։ FDA լաբորատորիան բազում հետազոտությունների հետ միաժամանակ կատարում է նաև մեր կյանքում կենսական նշանակություն ունեցող հեղուկի ջրի լաբորատոր փորձարկումներ։ Լաբորատորիայի մասնագետները աշխատում են գերժամանակակից սարքերով եւ նորագույն մեթոդներով։ Լաբորատորիան հնարավորություն ունի իրականացնելու հանքային խմելու շշալցված մանկական ջրերի, ինչպես նաև ծորակի խմելու ջրի հետազոտություններ։ Իրականացնում ենք մետաղների որոշում ICP-MS-ի միջոցով, ինչպես նաև իրականացնում
իրականացնում ենք անյոնների, քլորիդի, նիտրատի, նիտրիտի եւ կայտիոնների կալցիումի, մագնեզիումի որոշում իոնային քրոմատոգրաֆիայի սարքավորման միջոցով։ Խմելու ջրում ստուգվում են հետեւյալ անվտանգության ցուցանիշները՝ մանրէների ընդհանուր քանակ, կոլիձևեր, աղիքային ցուպիկ, էնտերակոկեր, կլոստրիդիում պերֆինգենս, պսիվդամոնա աերոգինոզա եւ այլն, որոնք վտանգավոր ցուցանիշներ են համարվում մարդու համար։ Լաբորատորիան կատարում է ջրերի համապատասխանության գնահատում գործող ազգային եւ միջազգային կանոնակարգերին համապատասխան։ Լաբորատորիան կատարում է պետական գրանցում հանքայնացված ջրերի, մանկական խմելու ջրերի վերաբերյալ եւ նաեւ կատարում է ամբողջային շարքը փորձարկումների, որոնք սահմանված են մեր պետական օրենսդրությամբ։ Ինչպես նաև մենք միանշանակ վստահ կանգնած ենք մեր արտադրողների կողքին, այսինքն լիարժեք կարողանում ենք ներկայացնել այն պատկերը, որոնք առկա են իրենց պրոդուկտի համար, կարող են նաև վիճահարույց հարցեր բարձրանալ այլ երկրների հետ կապված, այստեղ իրանք ունեն այն ռեսուրսը, որտեղ կարող են լիարժեք կատարել տվյալ փորձարկումը միջազգային ստանդարտների համաձայն։ ԵԱՏՄ-ից Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Ճապոնիա բոլոր մայրցամաքներում FDA-ի արդյունքները ճանաչելի են։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արագ և մատչելի վարկի առաջարկ, գայթակղիչ պայմաններ ու թիրախային հղում և պոտենցիալ շահառուն արդեն ծուղակում է։ Առանց երկար բարակ մտածելու հաճախ մեր քաղաքացիները անձնական տվյալները փոխանցում են ինչ-որ մեկի, կարծելով թե նա բանկի աշխատակից է ու արդյունքում մի կլորիկ գումարի վարկի տիրանում։ Նման մի սխեմա էլ գործել է ID բանկի անունից։ Կիբերհանցագործներից տուժած քաղաքացիներն են։ Զեղծարարները նրանցից շատերի անունով տարբեր գումարների չափով վարկեր են ձևակերպել եւ գումարներ հափշտակել։ Քաղաքացիներն իրենց հեռախոսներին կեղծ շահումների մասին հղումներ են ստացել։ Դեկտեմբերի 14-ին վարկը հաստատվել է, շաբաթ կիրակի ուշադրություն չեմ դարձրել, երկուշաբթի 16-ին տեսել եմ։ 16-ին դիմել եմ ոստիկանություն, հետո ոստիկանությունից հետո եկել եմ նայել, տեսել որ այդ երկու հաղորդագրություններ կա ու դրանք բացած չի։ Ես ոչ մի բան չեմ հաստատել։ Երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Բանկից տվյալների արտահոսք որևէ կերպ տեղի չի ունենում եւ քաղաքացիները իրենք են տվյալները տրամադրում զեղծարարներին։ Զեղծարարները ID բանկի անունից եւս կեղծ հղումներ են ուղարկել քաղաքացիներին։ Վերջիններն էլ իրենց անձնական տվյալներն են տրամադրել երրորդ անձանց։ Անցած տարվա ընթացքում ID բանկի պրոդուկտից 2.5 միլիոնի չափով օգտվողներ են եղել։ Ըստ Տաթևիկ Վարդևանյանի, այդ թվային ցուցանիշում զեղծարարությունների թիվը շատ չնչին է եղել։ 2.5 միլիոն տրամադրված վարկերի մեջ, այո 0.0 ինչքան տոկոս է կազմում այս զեղծարարությունների թիվը։ Բանկը շարունակաբար միջոցներ է ձեռնարկում հաճախորդների միջոցների անվտանգությունը բարձրացնելու համար, ներդնելով ավելի ու ավելի շատ ստուգումներ, ստիպված անընդհատ բարդացնելով դեպի բանկային հարթակներ մուտքի հնարավորությունը, դժվարացնելով հեռավար բանկային ծառայություններից օգտվող 100 հազարավոր այլ հաճախորդների փորձառությունը։ Բացի այդ, բանկը նաև հասանելի բոլոր ձևաչափերով պարբերաբար տեղեկացնում, զգուշացնում ու փորձում է ծանուցել հաճախորդներին գոյություն ունեցող եւ անընդհատ փոփոխվող զեղծարարության ձևերի մասին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Գերարագ արբանյակային ինտերնետը Հայաստանում արդեն իրողություն է։ Հայաստանը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է դարձել Starlink-ը։ Եվ այսօր բացվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը։ Օրվա կարևորը մեկ տեսաշարում։ Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր պետական քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը։ Հուշաքարն էլ բացել է նրա այրին Հասմիկ Նավասարդյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել Նավասարդյանի անվան դպրոցի սաներն ու ուսուցիչները, կուսակից ընկերները, քաղաքական գործիչներ եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ Աշոտ Նավասարդյանի զինակից եւ կուսակից ընկերները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել նրա շիրիմին։ Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը։ X-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։ Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են, ապահովելով արագ հուսալի արբանյակային ինտերնետ։ Վարչապետն էլ ընդգծել էր, Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում։
Լույս եւ Իմ քայլը հիմնադրամների ֆինանսավորման արտասահմանում կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության 460 քաղաքացիներից 333-ը հայրենիք չի վերադարձել։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանի պատասխան հայտնել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս է հաստատել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսում նոտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը։ Այսօր կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Գիշերը ժամը 1-ի սահմաններում Կրծքավանդակի շրջանում հրազենից ստացած վնասվածքով Դիլիջան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Մինչ ոստիկանության աշխատակիցների հիվանդանոց ժամանումը մեկ այլ քաղաքացի էլ ոտքերի հրազենային վնասվածքով է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ավելի ուշ համայնքային ոստիկաններն ու Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի Մարիա Խլեբ կոչվող չգործող հացատան տարածքում։ Պարզվել է նաև, որ վիրավորները Տավուշի մարզի 38-ամյա եւ 40-ամյա բնակիչներ են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է եւս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարարության տեղեկատվամբ Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը։ Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնը սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բնակչությանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ինչպես կանցնեն հանգստյան օրերը, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մեթեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Առանձին հատվածներում սպասվում են տեղումներ։ Անձրև, ամպրոպ կամ ուշքնացում վարկյանում մինչև 20 մետր։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա եւս 4-նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 20 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 24 աստիճան։ Լոռիում կանխատեսվել է 16-ից 21, Տավուշում 20-ից 22 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասվում է 22-ից 24։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 20-ից 26, Սյունիքի նախալեռներում 16-ից 21 աստիճան։ Երևանում սպասվում է փոփոխական երկինք, նաև տեղումներ։ Այս գիշեր 11-ից 13, ցերեկը 22-ից 24, երեկոյան 15-ից 17 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ բարի հանգստյան օրեր եմ մաղթում։